Հայաստանի կառավարության վերցրած միլիարդավոր դոլարների պարտքերը նպաստում են հայաստանցիների հարստանալուն, բարեկեցություն ընդլայնելուն, հավատացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա այսօր մեղադրել է ընդդիմությանը, որ երբ ասելիք չեն ունենում, խոսում են պետական պարտքի կառավարելիության մասին։ Ֆինանսների նախարարը վստահ է, որ Հայաստանի պարտքային քաղաքականությունը կայուն է, կանխատեսելի եւ պատասխանատու։ Եթե մարդը պարտք է վերցնում նոր բիզնես հիմնելու, եղած բիզնեսը ընդլայնելու, նոր պահանջված մասնագիտություն սովորելու կամ նույնիսկ հոգնածությունը հաղթահարելու նպատակով հանգստի մեկնելու համար, ապա կարելի է ենթադրել, որ ապագայում նրա եկամտային հնարավորությունների աճի հավանականությունը ավելի մեծ է, քան եթե պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտք մարելու, նոր տարին տոնելու կամ ցանկացած այլ ծախսի համար։ Նախարարի խոսքով 2018 թվականից հետո Հայաստանի պետական պարտքը ավելացել է 80%-ով, բայց եթե իշխանությունը որոշի 1.5 տարում փակել այդ պարտքը, ստիպված կլինի բոլոր մյուս ծախսերը 58%-ով կրճատել, օրինակ պաշտպանության ծախսերը 429 միլիարդ դրամով, իսկ կրթության ծախսերը 178 միլիարդ դրամով։ Նախարարի բառերով, այսօր գոյություն ունեցող պետական պարտքը մեջբերում բազմակի անգամ ավելի որակյալ եւ կայուն է, քան այն պարտքը, որ կար մինչև 2018-ի իշխանափոխությունը։